Ալբերտը մոտեցավ Ֆրունզին, ասեց մերսի ապե։ Ինչի համար։ Որ թողեցիր գալյան խաղա։ Դա շատ Ֆրունզը դերասաններից որ կարար խեղդեր։ Ինձ որ առաջարկեն ցեղասպանության մասին ֆիլմ, այս պահին ես ռիսկ չեմ անի դա վերցնել իմ վրա, որովհետև գնահատում եմ, որ դեռ այդ մակարդակին չեմ աճել ես։ Ֆրունզը դժբախտ չի եղել։ Այդ թեման լրագրողները շահագործում են, որովհետև այդ դեղին ֆորմատի մեջ մեծ դերասան դժբախտ կյանք դա հարմար է լրագրողներին։ Լինեն դա հայ լրագրողներ, լինեն դա ռուս լրագրողներ։ Պարոն Մկրտչյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրեր եկել։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մկրտչյան, այս սկզբում ուզում եմ մի նկատառումով ձեզ հետ կիսվել, որքան ես եմ նկատել, մեր հասարակությունը բևեռացված է ոչ միայն քաղաքականապես, այս վերջին շրջանում, այլ նաև կարծես տարանջատում է եւս մի բան, ասենք մի հատված կա, որ շատ բնականon կյանքով շարունակում է ապրել, իրեն շատ հարմարավետ է զգում այստեղ, չնայած այդ բոլոր մարտահրավերներին, մի հատվածն էլ կա, որ ոչ թե հաս չի այս ամենի հետ, այլ ոնց չի կարողանում այստեղ հարմարվել եւ պատճառը ոչ միայն այդ պառակտումներն են, այլ ուղղակի ոնց որ այս մշակույթը իրեն հարազատ չլինի, ամեն ինչ իրեն նյարդայնացնում է, ես այստեղ չեմ կարողանում, այստեղ լավ չի, ուզում եմ գնամ, ամեն ինչ իրեն խանգարում է։ Ուզում հասկանալ ձեզ համար ինչպես է Հայաստանում ապրել, ինչ է հարմարավետ է, թե դուք բողոք ունեք, թե մնալու եք պայքարեք, ինչն է ձեզ պահում Հայաստանում։ Այ, ինչն է ինձ պահում Հայաստանում, ես սիրում եմ Հայաստանը եւ ուզում եմ, որ իմ երեխաները ապրեն եւ մեծանան Հայաստանում։ Դեռ ես դա շատ ուզում եմ եւ փորձում եմ ապրել այնպես, որ իմ հնարավորության չափ, եթե ես կարող եմ մի սանտիմետր ինչ-որ բան փոխեմ, որ մենք ունենանք լավ երկիր, ես դա փորձում եմ անեմ։ Եվ միգուցե նաեւ այն փաստը, որ շատ մեծ հատված կյանքի ես ապրել եմ դրսում։ Ես շատ լավ գիտեմ ինչ է նշանակում դրսում ապրելը։ Իմ կյանքի 27-28 տարի ես ապրել եմ Ռուսաստանում։ Չեմ ասում, որ վատ է եղել, չեմ ասում, որ ճնշված է եղել, բայց մեկը տունը չի, դու քոնը ուրիշ է։ Միգուցե ասենց ինչ-որ կոմպլեքս կա հարցերի, որը որ քեզ կոմֆորտ ավելի ապրել այստեղ։ Իսկ այդ դժգոհողներին, որոնք, չգիտեմ, երթևեկությունից դժգոհ են, կլիմայից դժգոհ են ու ամեն ինչից դժգոհ են եւ ուզում են օր առաջ լքել հայրենիքը, դուք ինչ կասեք, ինչ խորհուրդ կլիմայից դժգոհելը դա հոգեբանական հարց է, կապ չունի ոչ մի քաղաքական բանի հետ, խցանումներից դժգոհելը դենց չի, որ պետք է գնալ ինչ-որ մի կղզի, հանգիստ առանց խցանում ապրել, մեծ կամ համեմատաբար մեծ քաղաքները այդ խնդիրը ունեն, դա էլի ինձ չեմ կարծում, որ դա ինչ-որ որոշիչ դեր կարող է խաղա, շատ ծիծաղելի կլինի, եթե մեկը ասի գնացի Հայաստանից, որովհետև Երևանում խցանումներ էր։ Չէ, նկատում եմ մի հատված կա, որ ամեն ինչ որ պատրաստի լինի, պայքարելու կամք կարծես թե չունի։ Ես այդ հատվածի մասին եմ ասում։ Դժվար է շատ մեղադրել մարդկանց պայքարելու կամք թե ունենալու, թե չունենալու մեջ, որովհետև նախ կոտրվում են մարդիկ, հոգնում են, հիասթափվում են, զզվում են վերջապես եւ գալիս է ինչ-որ մի բան, որ ասում են, դա ինչ ուզում եք արեք արդեն։ Այն մարդիկ, որոնք որ պայքարել են եւ դադարել են պայքարել, դիմադրել են եւ դադարել են դիմադրել եւ իհարկե կա շատ մեծ զանգված, ով ընդհանրապես ոչ մի բանով չի հետաքրքրվում։ Բայց այդ մարդկանց էլ շատ դժվար է դրանում մեղադրել, արեք այնպես, որ հետաքրքրվի։ Այդ դուք հետևում եք քաղաքական գործընթացներին, ձեր կարծիքով այսօր իշխանության ուժը որն է եւ ընդդիմության թուլությունը որն է։
Բացի նրանից, որ իշխանության ուժը նրանում է, որ իշխանությունը ունի իշխանություն, նաև այսօր այս նախընտրական, չգիտեմ, դեռ պաշտոնական սկսվել է թե ոչ, մեդիա դաշտը իշխանությանն է։ Մի քայլ առաջ շատ ավելի խելացի մեդիա դաշտում իշխանությունը հաղթում է ընդդիմությանը թե առանձին, թե վերցրած իր հետ բոլորը իր հետ միասին։ Որն է պատճառը, երևի հմտացել են, երևի ունեն լավ մասնագետներ, որն է պատճառը, որ ընդդիմությունն է պարտվում մեդիա դաշտում բոլոր այլ եմ կրկնում միասին եւ առանձին, ինչն է պատճառը, չունեն լավ մասնագետներ, պատրաստ չեն, չունեն ռեսուրս, այդ հարցերը բոլորը երևի պետքա կանչեք մի հատ քաղաքական գործիչ եւ այդ հարցերին ինքը պատասխան։ Քաղաքական անալիզի ենթարկենք։ Այ մի անգամ լսում էի, ասացիք, որ դուք չեք ուզում ուժեղ, բայց անմակարդակ Հայաստան։ Այդ մակարդակի չափման միավորը Հայաստանի ո՞րն է ձեզ համար։ Ոնց կարելի է չափել, որ այ Հայաստանը ինչ-որ մակարդակի վրա է։ Գիտեք ինչ, ոչ թե որ ես ունեմ շատ բարձր պլան կա, որ պետքա բոլորը պրոֆեսոր լինեն։ Իհարկե ոչ։ Ես ինքս պրոֆեսոր չեմ, բայց դա կատարվեց այն ժամանակ, երբ որ ես տեսա մի հոլովակ ուժեղ Հայաստանի պատրաստած, որը խայտարակություն էր։ Եվ չարձագանքել դրա վրա կնշանակի կեղծել չլինեմ ես, չլինել անկեղծ, ուրեմն այդ ամբողջ գրառումները, որ դու անկեղծ գրում ես եւ կան ինչ-որ մարդիկ, ինչ-որ քանակի, որ քեզ կարդում են եւ նրանց դա հետաքրքիր է, ես չեմ ուզում կեղծ բաներ անել։ Եվ այդ հոլովակը տեսնելուց հետո ես գրեցի այդ գրառումը, որ այո, ես ուզում եմ ապրել պինդ լավ Հայաստանում, եւ եթե դուք առաջարկում եք ուժեղ Հայաստան, այո, ես ուզում եմ ապրել ուժեղ Հայաստանում։ Մենակ հիմարը չի ուզենա ապրել լավ երկրում, ուժեղ Հայաստանում, բայց ես չեմ ուզում ապրել անմակարդակ Հայաստանում։ Եթե որպես սոցիալական գովազդ դուք տալիս եք, այս չէ, այս մակարդակը ես հաստ չեմ դրա հետ։ Ուրեմն ես կկռվեմ ձեր հետ այդ թեմայով։ Հասկանում եմ ինչ եք ասում։ Եվ ուզում էի խոսենք նաև անկեղծության մասին։ Դուք նշում եք, որ անկեղծությունը մեծ բացակայություն կա Հայաստանում, նույնիսկ մասնագիտական ոլորտում, ձեր մասնագիտական ոլորտում, երբ ինչ-որ ֆիլմ են դիտում կամ ներկայացում, կարող է դեմքին ինչ-որ լավ բաներ ասեն, բայց հետո սկսեն իսկապես քննադատել մեջքի ետևում։ Այդ անկեղծության բացը ոնց է, միայն կինոյում է, թե դա նաև քաղաքականության մեջ է, կյանքում է, թե դա արևելյան ինչ-որ մենտալիտետ է, որ պետք է անպայման լավ բաներ ասել երեսին, բայց հետևում քննադատել, ի՞նչն է դա։ Ես կասեի, որ դա մենտալիտետ է, եթե ես չտեսնեի հակառակը, որովհետև ես հիշում եմ դեռ պատանեկան տարիներից, երբ որ Ալբերտ Մկրտչյանի յուրաքանչյուր ֆիլմի պրեմիերայից հետո մեր տանը հավաքվում էին շատ խելացի, շատ հետաքրքիր մարդիկ, չթվարկեմ անուններ, որովհետև ինչ-որ մեկին կարող եմ մոռանամ, դա ամբողջ իմ մանկությունն ա եղել։ Մեկը գովում էր, մեկը ասում էր այստեղ ես քո հետ համաձայն չեմ, մեկը ասում էր այստեղ շատ վատ ես արել։ Գիտեք ինչ կար իրանցից ինչ-որ մեծ բան ներկայացնող մարդկանց քննարկում եւ ոչ մեկից չէր նեղանում։ Եվ եթե հին օրերի երկի ժամանակ ինչ-որ մեկը քննադատում էր հորս եւ ասում, որ այս բանը իմ կարծիքով դու շատ վատ ես արել, դա չէր նշանակում, որ մեր մանկության տանգոյի պրեմիերայի ժամանակ այդ մարդը այլևս հրավիրված չէր լինի մեր տուն։ Ես դա տեսել եմ, դա եղել է Հայաստանում։ Վերջին տարիները, այո, ցավոք սրտի,
կա ընդունված մի ուրիշ պրակտիկա, որ յուրաքանչյուր պրեմիերայից հետո կոմպլիմենտի հետևից, մեծարելու հետևից, չնայած մարդիկ շատ լավ հասկանում են, որ լավը չէր։ Ես նախընտրում եմ լռել։ Երբ որ հարցնում են, ասում եմ անկեղծ իմ կարծիքը։ Նույնը ինձ հաճելի է, երբ որ ինձ են ասում, որովհետև ես էլ ինչ-որ անհաջող բան անելուց հետո, երբ որ լսում եմ այդ մեծարելու նոտաները, չէ՞ որ ես հասկանում եմ, որ ինչ-որ բան Ինչի՞։ Դա օգնում է հետո ավելի լավ անել, գիտակցել, հասկանալ։ Ցավոք սրտի այդ ֆալշը համենայն դեպս կինոյում եւ թատրոնում չեմ խոսա ուրիշ բնակավարների արվեստի մասին, որովհետեւ լավ չեմ տիրապետում, ցավոք սրտի կինոյում եւ թատրոնում դա տարածված բան է այսօր։ Մարդը գիտի, որ ինքը հիմա սուտ է ասում։ Եվ գիտի, որ դուք գիտեք կամ դիմացին եք։ Բայց այդպես ընդունված է, որ ինչ հրաշալի ներկայացում ես, չէ, հրաշալի չէր։ Երբ որ հրաշալի է, իսկապես լինում է եւ հրաշալի ներկայացում։ Շատ ավելի հաճելի է, լավ է ասել դրանից հետո։ Պարոն Մկրտչյան, այլ մի հարց շուրջել է ուզում խոսեինք, այն տարածաշրջանը կարծես եռում է, աշխարհն է եռում եւ ուժերի հարաբերակցությունն է փոխվում, պատկերն է փոխվում աշխարհի տարածաշրջանի եւ ինչ որ մի բան կա, օրինակ մշակութային ալիք ես կասել, եւ որ դու պետք է անպայման զգաս, կարծում եմ, եւ այդ մշակութային ալիքին տուրք տալով ինչ որ համապատասխան բաներ նկարահանես, օրինակ չգիտեմ, կամ գրես, կա այդպիսի բան մշակույթի ոլորտում, արվեստի ոլորտում, զգալ ժամանակը եւ ներկայացնել քո արվեստի միջոցով եւ ինչ այսօր դուք կներկայացնեիք, եթե, ասենք, չգիտեմ, այսօրվա Հայաստանի մասին ասելու լինեիք։ Գիտեք ինչ, միշտ մտքերը ծնվում են, երբ որ դու հասկանում ես, երբ որ ունես հնարավորություն դա իրագործելու։ Երբ որ հասկանում ես, որ դու չունես դա իրագործելու հնարավորություն, դա ասենց ինչ-որ միտեղ ուղակի հետևում ես, ուղակի հասկանում ես, վերլուծում ես եւ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Կոնկրետ իմ ուղեղը ավելի շատ զբաղված է մի բանով, ինչը ես ունեմ հնարավորություն անել։ Վերջի իմ նկարահանած երկու ֆիլմը ռուսական էին։ Հետևաբար այս պահին ես եւս մտածում եմ նրա մասին, ինչ նախագիծ եւ ինչ ֆիլմ ես նկարահանեմ ռուսական, որովհետեւ դրա հնարավորությունը ես այսօր ունեմ։ Իսկ Հայաստանում որպես հանդիսատես դուք ունեք ինչ թեմայից կուզեիք առնչվել։ Գնալ կինոթատրոն եւ տեսնել ինչ-որ որևէ ֆիլմ, ինչի մասին, ներկայացում ինչի մասին։ Տարբեր։ Սխալ է ասել, որ եթե հիմա քաղաքական ինչ-որ մի, օրինակ, ես նկարահանել եմ Իշխանություն ֆիլմը, ես այլևս չեմ ուզում անդրադառնամ այդ թեմային եւ չեմ անդրադառնա։ Դա եղավ, կատարվեց, ավարտվեց։ Համենայն դեպս իմ համար միշտ հետաքրքիր է նոր բան փորձել, նոր բան անել։ Բայց գայթակղությունը մեծ չի, Իշխանություն 3 նկարել, որովհետև այսօրվա Ոչ թե իշխանությունը մեծ չի, այլ բացարձակ գոյություն չունի։ Բացարձակ գոյություն չունի, ինձ դա անհետաքրքիր է նույնիսկ մտածել դրա մասին։ Պատմությունը ավարտված է։ Բայց օրինակ կյանք ու կռիվը կարծում եմ երրորդ մաս կկարողանար ունենալ, որովհետև եղել է 44-օրյա պատերազմ, թեև դա պատերազմում պարտվել ենք, բայց պարտություն ներկայացնելը կամ այդ ամենը ժողովրդին ներկայացնելը կյանք ու կռիվը ուրիշ պատմություն է։ Ինչի մասին։ Կյանք ու կռիվը ուրիշ պատմություն է, երբ որ 10 տարի անց որևէ հիշատակում նույնիսկ իմ կողմից կյանք ու կռիվ ֆիլմի մասին, ինքը միանգամից դու նույն Facebook-ում տեսնում ես մարդկանց հետաքրքրությունը եւ մարդկանց էմոցիաները կապված այդ ֆիլմի հետ։ Հիմա այդ ֆիլմը ունի իր ճակատագիրը, ինքը մնացել է։ Ինչ վերաբերում է օրերից մի օր կլինի կյանք ու կռիվ 3 թե չէ, գուցե։
Գուցե, որովհետև դա նույն պատմությունը չի, ինչ իշխանությունը։ Իշխանությունը քաղաքական դրամա էր։ Քաղաքական։ Կյանք ու կռիվը շատ ավելի մարդկային է։ Եվ գուցե օրերից մի օր լինի, բայց դա էլ կախված է շատ բաներից, ֆիլմը պատկանում է Հմեկ հեռուստաալիքին։ Չեմ կարծում, որ այսօրվա Հմեկը, որը որ ինչ որ պահարանում դրած պահում է ֆիլմը եւ չի ցուցադրում, ուզենա անել դրա շարունակությունը։ Չէ, դե կարող է Հմեկը չանի, կարող է ձեր սեփական նախաձեռնությունը լինի։ Ես չեմ կարա իրավունքները իմը չեն։ Հա, հասկանում եմ, չեք ասում։ Ուղղակի այս հարցը ես էլի եմ տվել ռեժիսորների, իրենք ասում են արդյոք հիմա ժամանակն է ներկայացնել պարտության պատմություն, բայց կարծում եմ դա միևնույն է մեր ժողովրդի պատմությունն է։ Ինչքանով որ դա պարտության պատմություն է եւ եղել են այնպիսի հերոսական էջեր, մենք դերագրողներս լավ գիտենք, էլի, որովհետեւ եւ հանդիպել ենք այդ հերոսների ծնողների, դեպքերին ենք հաջող ծանոթ։ Ամեն ինչ կախված է ինչպես է շարադրում պատմությունը։ Եթե դու արդեն որոշել ես քո համար, որ սա ֆիլմ է մի արա, դու արա մարդու մասին։ Յուրաքանչյուր ֆիլմ ավելի շատ մարդու մասին են։ Դա է հետաքրքիր հանդիսատեսին։ Երբ որ պատմությունը մարդու մասին է։ Երբ որ մարդու մասին է, այդ ֆիլմը հասկանալի է եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում, եւ Իտալիայում, գուցե եւ Մոզամբիկում։ Հասկանում եք, դրա համար մարդն է կարևոր, դա է հետաքրքիր։ Այդ պարագայում գուցե, բայց օրինակ ցեղասպանության մասին մենք շատ ֆիլմեր չունենք։ Օրինակ չունենք այնպիսի ֆիլմ, ոնց որ ասենք հրեաներն ունեն Շինդլերի ցուցակը կամ ունեն Դաշնակահարը, բայց այդ մակարդակի ֆիլմ մենք ունենք ցեղասպանության մասին եւ այն, որ դուք ասացիք, որ մարդու մասին պատմություն պետք է ներկայացնի պատերազմը, ցեղասպանության պարագայում դա իրոք իրարելի է, չէ՞, որ դա մի քիչ ավելի ուրիշ բան է եւ եկեք հարցով պատասխանեմ, իսկ ինչու չունենք։ Այդ մասշտաբի կարծում եմ չունենք։ Դա իմ տեսակետն է։ Չէ, ես համաձայն եմ ձեր հետ, որ այդ մասշտաբի ինչ որ արել են հрьяաները չունենք, իսկապես չունենք, ստացված եւ հաջող չունենք, իսկ ինչու չունենք։ Չենք ուզեցել ունենալ, չենք կարողացել։ Ինչա պետք կարողանալու համար։ Չկան աշխարհով մեկ հարուստ հայեր, որոնք կարող են ֆինանսավորել, չենք ունեցել պետություն, որը կարող է ֆինանսավորի։ Գիտեք, ինչ շատ հարցերի պատասխանը շատ հեշտ ու պրիմիտիվ է։ Պետք չի եղել։ Չեն խորացել, շատ ավելի կարևոր բաներ են եղել, եւ հիմա 2026 թվականին զրուցելիս մենք այդ հարցը տալիս ենք իրար, ինչի չունենք։ Դե չունենք։ Որովհետև ունենալու համար ինչ-որ մեկը դա պետք է անի, ինչ-որ մեկը դա պետք է ֆինանսավորի, ինչ-որ մեկը դա պետք է ուզենա, որ գտնի լավ սցենարիստ, լավ ռեժիսոր, շատ ավելի մասշտաբային, ես օրինակ, ինձ որ առաջարկեն ցեղասպանության մասին ֆիլմ, այս պահին ես ռիսկ չեմ անի դա վերցնել իմ վրա, որովհետև գնահատում եմ, որ դեռ այդ մակարդակին չեմ աճել ես, որ դա կարողանամ անել լավ, բայց կան չէ ռեժիսորներ։ Դե ես երբ այդ հարցը բարձրացնում եմ շատերի մոտ, այնպես են նայում, կարծես ժամանակավրեպ է կամ այս պահին դրա մասին խոսելը կարծում եմ տեղին չի, եւ իր տուրք տալով իշխանությունների։ Հիմա որ թիվն է 2026, քանի տարի ունեցել ենք հնարավորություն դա անելու։ Դուք ասում եք կյանք ու կռիվն էլ դա ուղղակի sense մի հատ ժամանակին 25-ամյակներ բանակի եւ հանրապետության դից մի հատ արվեց։ Հաջորդ տարի էլ արվեր, մինչև էդ էլ արվեր։ Կյանք ու կռվի ժամանակ իսկապես ուզում էին անեին եւ արեցին։ Իսկ ինչ եթե չլինի 25 կամ 30 կամ 20 կամ 50 ամյակ։ Արեք։ Եվ միգուցե այդ ժամանակ, երբ որ
մարդկանց տակ մի պրոդուկտ, որտեղ կան ինչ-որ արժեքներ, հայրենասիրական արժեքներ, մարդկային արժեքներ, միգուցե եթե խորանակ դրա մեջ եւ դա լինի պետական քաղաքականություն, տալ մարդկանց արժեքներ։ Ճիշտ հասկացեք, ես չեմ խոսում ին ֆիլմի մասին որպես արժեք ռեժիսորի ստեղծած, չէ։ Ուղղակի ֆիլմում կան արժեքներ, մարդկային եւ հայրենասիրական արժեքներ։ Միգուցե երբ որ դուք դա տայիք ամեն տարի կամ 2 տարին մեկ ուզենայիք տալ, միգուցե այսօր չէիք կանգնի եւ մարդկանց ասի, օй, իրանց համար ասֆալտը ավելի կարևոր է, քան Արցախը։ Միգուցե մի քիչ կոպիտ, բայց անկեղծ պատասխան էր սա իմ կողմից։ Այսինքն այդ մշակութային էլիտաների եւ իշխանությունների անգործության կամ թերի գործունեության պատճառով արժեքային համակարգը աղճատված է այսօր մեր ժողովրդի մոտ։ Նայած ինչ եք տեսնում ասելով մշակութային էլիտա։ Մտավորականների նկատի ունեմ։ Ինչ։ Մտավորական էլի կինո եւ թատերական աշխարհը էլիտաներով եւ ոչ ունի մեծ կախում պետությունից եւ իշխանությունից։ Այդպես եղել է միշտ եւ այդպես կլինի դեռ որոշ ժամանակ հաստատ։ Այսինքն չեն կարող խոսել աշխատանքը թանկ է, տուն ենք պահում եւ դա գիտեք ինչ այդ տուն պահել բառի վրա ես միշտ ներվայնանում եմ, որովհետեւ ունեմ տեղ խոսալու, ես էլ եմ տուն պահում։ Ես էլ եմ տուն պահում, ես էլ ունեմ ընտանիք, ես էլ ունեմ երեխաներ, ես էլ ուզում եմ, որ իմ ընտանիքը լավ ապրի, բայց նաեւ ուզում եմ, որ իմ երեխաները երբ որ մեծանան եւ Google անեն մեհեր մկրտչյան, այդ Google-ը իրանց ցույց տա մի մեհեր մկրտչյան ումից իրանք չեն համաչի։ Դրա համար այդ արտահայտությունը տուն են պահում իմ համար մի քիչ անհեթեթ է։ Պարոն Մկրտչյան, իսկ կինոն ընդհանրապես ինչի մասին է, ճշմարտության։ Կինոները տարբեր են։ Կինոները տարբեր են։ Մի փորձեք երբեք ինչ որ մի միտք իմաստ դրա տակ դնել կինոն ընդհանրապես, որովհետև տարբեր են։ Կինոն ունի տարբեր խնդիր։ Հասարակ կոմեդիայից, որը որ նկարում են եւ 2 ժամ հետո կինոթատրոնից դուրս գալուց հետո մոռանում եւ ինքը ոչ մի խնդիր չի լուծում, բացի այդ 2 ժամը քեզ ուրախացնելուց։ Կինո կա, որ մտածում են, կինո կա, որ ինչ որ ստիմուլ ատալի մարդկանց եւ ինչ որ բանի մասին մտածելու տարբեր է։ Ձեզ որն է ավելի հոգեարազատ։ Ինձ ավելի հոգեարազատը Ազնիվը։ Որ դու քո հետ կինո ստեղծողը ինքը իր հետ ազնիվ լինի։ Որովհետև ազնվությունը, անկեղծությունը եւ մաքուր էմոցիան միշտ կպնում է հանդիսատեսին։ Կեղծիքը կողքով է անցնում։ Մարդը կարող է չհասկանա նույնիսկ իսկականի եւ կեղծի տարբերությունը ինքը խոսքերով չի հասկանա կարող է եւ բացատրությունը դրա հնարավոր է չտա, բայց ինքը զգում է։ Դրա համար արվեստը դա զգայարանների վրա է։ Հա, արվեստի մյուս ճյուղերներ կարելի է դա պրոյեկտել, որտեվ իրոք էմոցիան յուրաքանչյուր պարագայում մի անգամ ես դա հասկացա, երբ որ մի հատ շատ լավ թանգարանում անցնում էի մի նկարները նայելով եւ մեկ էլ հասկացա, որ ես մի 10 րոպե կանգնած եմ մի նկարի դիմաց եւ նայում եմ։
ինչն է դրա որն է այդ մագիան, քեզ բռնում է։ Չես հասկանում, բռնում է։ Ամբողջ հարգանքով վերնիսաժի, ասենք, շատ կարծում եմ լավ նկարներ այնտեղ կա, բայց շատ ժամանակ դու անցնում ես ուղղակի sense նայելով եւ ոչ մի բան քեզ չի բռնում։ Այդ մագիայի մեջ է գուցեև։ Ես հասկանում եմ ինչ եք ասում, ինչ այդ ես էլ էի կասկածում, որ կարող է նման բան լինել, բայց Էրմիտաժում Լեոնարդոյի նկարի մոտ ես իսկապես հուզվել էի։ Ոչ թե ինձ գրավել էր, ես հուզվել էի ու չէի կարողանում տեղից շարժվել ու դա մի 10-15 րոպե ու հրաշալի նկարներ կան, դե ամբողջ Էրմիտաժը լիքն է լավ նկարներով, բայց հենց այդ նկարներ ու նենց չի, չէ՞ որ բոլոր նկարների կողքով դու անցնում ես եւ ինչ որ մեկը քեզ բռնում է, ինչ որ մեկը չի բռնում։ Այն ինչ որ քեզ չի բռնել կարող է 5 ուրիշ մարդու որ կողքով անցնում են բռնի։ Պետք է արվեստը մի քիչ անհասկանալի լինի։ Բայց էմոցիոնալ առումով զգալի երևի։ Այդ արդեն դա մեզնից կախված չի արդեն։ Այդ էմոցիան ամենագլխավոր շարժիչ ուժն է թե արվեստում եւ կարծում եմ թե քաղաքականությունում։ Եվ կարծում այսօրվա քաղաքական ուժերը լավ հասկանում են թե ինչ ազդեցություն ունի էմոցիան եւ դե իրենք ունեն իրենց ընտրազանգված իրենց հետևորդներին եւ այդ էմոցիայի վրա իրենք լավ աշխատում են։ Հավատացեք, որ իշխանությունը դա շատ լավ հասկանում է։ Իշխանությունը շատ լավ հասկանում է ինչ էմոցիա առաջացնի իրանց ընտրողների մոտ։ Եվ կարծում եմ, որ ընդդիմությունը դա չի հասկանում։ Եվ չի հասկացել երբեք։ Վերջի 8 տարում եւ ամենացավալին եւ որ նույնիսկ չի փորձել հասկանալ։ Այ վերադառնալով դերասանների եւ ռեժիսորներին, երբ խոսում ենք, ես հիշեցի, որ Փարաջանովի մի հարցազրույց էին նայում, այնտեղ ինքն ասում է, գիտեք, միայն բավական չի սովորել դառնալ ռեժիսոր կամ դերասան։ Այդ դերասանի կամ ռեժիսորի մայրն ու հայրը էությամբ պետք է արտիստներ լինեն, որպեսզի ինքը կարողանա լավ ռեժիսոր կամ դերասան լինել։ Չգիտեմ, կարծում եմ դուք դա ընդունելի է ձեզ համար այդ տեսակետը եւ ինչ է կարծում դա իսկապես այդպես է ձեր պարագայում։ Գոնե թե այդպես։ Չեմ կարող համաձայնվել Փարաջանովի հետ, ուրիշ հարց, որ եկեք մի քիչ այնց բարձրությունից իջնենք ներքև։ Ամեն մասնագիտության մեջ պետք է ունենաս դրա տաղանդը։ Դրա շնորհքը։ Մեկի մոտ շատ, մեկի մոտ քիչ։ Այն պրոֆեսիոնալիզմի եւ վարպետության մասը դա սովորելու վրա է։ Տաղանդ սովորել չես կարող։ Կարծում եմ երևի տեսակի ես տենց հասկացա ամեն դեպքը, որ ինքը տեսակի մասին էր խոսում, էլի, որ տաղանդ գումարած այդ սովորելու գործընթացը եւ ինչ որ ներքին ինչ որ բան, որ ժառանգել ես, ունես կամ չունես, էլի։ Երևի։ Դե ուզում եի անցում անենք ձեր ընտանիքին այդ նախապատմությունը եւ այդ հարցը դրա համար էր, որովհետեւ չգիտեմ, ես կարծացի, որ դուք սովորել եք գիկում 90-ական այն դժվար ժամանակներում եւ ոչ միայն Հայաստանում, կարծում եմ Ռուսաստանում էլ դրանք ամեն դեպքում դժվար ժամանակներ էին։ Երկրի փլուզումը կատարվեց այդ 1979 թվականին եմ ես տեղափոխվել Հայաստանից 17 տարեկան հասակում։ Եվ ինչպես էր այնտեղ սովորել, դժվարությունները ինչպես էիք հաղթահարում եւ այդ Մկրտչյան ազգանունը ձեզ օգնում էր, խանգարում էր, ոնց էր։ Մկրտչյան ազգանունը չէր կարող օգնել, որովհետեւ վգիկում ազգանունները շատ էին։ Եվ ավելի ուշ սկսեցի երևի գնահատել ես վգիկի ուսման տարիները, երբ որ մեկ էլ սկսեցի գիտակցել, որ այս գրքերը, որոնք որ սովետական կինոյի մեծ մաս են, իրանք քեզ դաս են տվել։ Մարդիկ կարիդորով անցել են, բուֆետում ճաշել են, դու իրանց տեսել ես, որ հասկանում ես, որ այդ դեմքերը կողքովդ անցել են քեզ դաս են տվել, որ զաչյոտկատ բացում ես իրանց ազգանունն ու ստորագրությունն ես տեսնում,
Դա շատ ուշ ես ավելի գնահատում եւ շատ ուշ ես դա ավելի գիտակցում։ Ձեր ուսուցիչ ում կարող եք դուք այնտեղից համարել գիգից։ Երկու մարդ, որ հաստատ։ Առաջինը հենց իմ վարպետը Էդուարդ Վալադարսկին, որը որ սովետական կինոյի լավագույն սցենարիստներից մեկն էր։ Ես հիշում եմ առաջին դասը մեր սեպտեմբերի 1-ին առաջի կուրս, երբ որ ասեց մնաց ու առաջի բառը որ ասեց չեմ հասկանում ոնց կարելի է սովորացնել սցենար գրել։ Հետո սովորացրեց իհարկե։ Երկրորդը շատ հետաքրքիր մարդ եւ շատ հետաքրքիր սցենարիստ, շատ հետաքրքիր էր բոլոր այդ դասերը եւ երկրորդը ֆանտաստիկ մի մարդ, որը որ դասավանդում էր արտասահմանյան գրականության պատմությունը, որը որ դասավանդել էր հորս։ Այդ գիտակցությունն էլ է շատ, որ հասկանում ես, որ այդ մարդը դասա տվել քո հորը, որը 35 տարի քեզնից մեծ է։ Յուրաքանչյուր գործ ինքն անում էր իր սեփական վերլուծությունները, որը որ դու կոնսպեկտավորում էիր ու հետո երկար դրա մասին մտածում երևի առանձնացնելով շատերից արժանի մարդկանցից այս երկուսը շատ ավելի հետք թողած մարդիկ են։ Պարոն Մկրտչյան, այլ վերադառնալով ձեր ընտանիքին, եւս մի հարց եմ ուզում տալ։ Այսօր որքանով ես եմ նկատում, օրինակ այդ ընտանեկան պատմությունները, ընտանեկան երգերը, ընտանեկան սովորույթները, բան կարծես մեր ժողովրդի պատմության հետ միասին անտեսվում են։ Մարդիկ, ովքեր այսօր կարծում եմ իշխանության գլուխ են, կարծես այդ մարդիկ չունենան ինչ-որ ընտանեկան պատմություններ, ավանդույթներ, երգեր, ինձ մոտ տպավորությունը այդպեսին է։ Այդ դուք կարևորում եք այդ պատմությունները եւ որն է ամենահիշելին ձեզ համար ձեր ընտանեկան Մկրտչյանների ընտանեկան պատմությունից։ Ես հիմա կդժվարանամ պատասխանեմ հարցին, ինչ որ հիշելով ընտանեկան չգիտեմ ինչ է նշանակում ընտանեկան պատմություն, եղել են տարբեր պատմություններ, եղել են հետաքրքիր, անհետաքրքիր, դա կյանքի մի մաս է։ Այդ նկատի մի հարց, որ դու քեզ համար դա կարևոր է թե ոչ, օրինակ ես հիմա երբ որ տեսնում եմ, որ 9 տարեկան աղջիկը Սոֆին հետաքրքրվում է իմ մանկության ընտանեկան պատմություններից, ինքը շատ լավ գիտի, օրինակ քանի քույր եղբայր են եղել, ով ինչ է եղել, ով որ թվին է ծնվել, ես մեկ-մեկ ապշում եմ, ինչի պետք է իմ 9 տարեկան աղջիկը դրանով հետաքրքրվի, բայց իր համար դա կարևոր է։ Ես կարծում դա շատ առողջ հետաքրքրություն է։ Ինձ էլ է միշտ հետաքրքրել։ Իմ երեխաներին էլ։ Մարդուց է գալի։ Բայց ուղղակի ես հիմա ոչ թե փորձում եմ լղոզեմ եւ չպատասխանեմ այդ հարցին, իսկապես ինձ շատ դժվար է հիմա հիշել եւ որպես հետաքրքիր պատմություն պատմել։ Շատ ժամանակ հարցնում են, օրինակ, ինչ պատմություն կապված ձեր հոր հետ, դե շատ են, բայց դժվար է հիմա ասենց որպես մի բան, որը գուցե քո համար է արժեք, բայց այն մի հարց կա, կամերային նայելով կարող է մարդկանց դա հետաքրքիր չի։ Բոլոր հայ ընտանիքներում դա քննարկվում է, ծագման հարցը, թե որտեղից են ծագումով։ Ես օրինակ որպես կրթության պատմաբան այդ հարցը կամա թե ակամա տալիս եմ բոլորին առաջի կրթությամբ, այո։ Եվ շատ կարևորում, որտեվ ամեն դեպքում այդ մշակութային բան հետքը եւ գենետիկ հիշողությունը, ինչին ես հավատում եմ, ամեն դեպքում մարդուն ուղեկցում է։ Հոր կողմից գիտեմ, որ պապս մշեցի է, տատս սասունցի, հետևաբար հայրս լեննականցի, մոր կողմից դա ապարան եւ էջմիածին միքսն է։ Հա, մեր պապայի կողմից ենք ապարան։ Ես էլ ծնվել եմ արդեն Երևանում։
Ձեր մի հարցազրույցների ժամանակ էլ դուք ասացիք օրինակ որ Ֆրունզիկ Մկրտչյանը ինքը դժբախտ մարդ չէր, ես հիշում եմ կուլտուրա ալիքով կարծեմ հաղորդում էր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին եւ իրոք ներկայացված էր դժբախտ մարդ, տաղանդավոր, բայց դժբախտ, դուք ասացիք որ ինքը դժբախտ չէր, բայց ընտանեկան այդպիսի հանգամանքներում հնարավոր է լինել երջանիկ, երբ կինը հիվանդ է լինում, հետո տղան իհարկե դուք մասնակցության մեջ բնական ունես հաջողություններ եւ ճանաչում եւ սեր, բայց անձնական կյանքն էլ միթե կարեւոր չէ։ Ինչ վերաբերվում է կնոջ հիվանդ, այո, դա եղել է եւ դա կյանքի մի մաս է, տղու հիվանդության մասին, երբ որ հասկացա, որ ժառանգել է մորից այդ հիվանդությունը, դա չի եղել ամբողջ կյանքը, դա եղել է կյանքի վերջին 1-2 տարին։ Դա չի եղել ամբողջ կյանքը, հա, իսկապես այդ վերջի հատվածը դա արդեն դժբախտություն էր եւ ինքը չուներ բացարձակ ցանկություն ապրելու։ Դա ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ այդ ամբողջ կյանքը ինքը դժբախտ է եղել։ Չէ, Ֆրունզը դժբախտ չի եղել։ Այդ թեման լրագրողները շահագործում են, որովհետև այդ դեղին ֆորմատի մեջ մեծ դերասան դժբախտ կյանք դա հարմար է լրագրողներին։ Լինեն դա հայ լրագրողներ, լինեն դա ռուս լրագրողներ, դա միշտ շահագործվում է եւ դրա մեջ այնքան սուտ կա։ Ուղղակի ինչ որ մի պահից, երբ հայրս հասկացա, որ դրա դեմ պայքարելը անհնար է եւ անիմաստ է, ինքը դադարեց Ֆրունզի մասին հարցազրույցներ տալ, նույն սկզբունքով շարունակեցի շարժվել ես, երբ որ սկսեցին հարցնել ինձնից։ Ես պատրաստ եմ Ֆրունզի մասին նաև արխիվներ եւ մատերիալներ տրամադրելով մասնակցել իր մասին ինչ որ վավերագրական ֆիլմում, երբ որ ես վստահ լինեմ, որ դա կլինի իրական պատմություն, այլ ոչ թե շահագործվի այդ սուտ կեղծ գիծը։ Իսկ որպես դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը խաղաց այն ինչ ուզում էր, ձեր կարծիքով ռեալիզացված էր ամբողջությամբ։ Օբյեկտիվ լինելու համար շատ բան հարց եք տալի, որ ես հիմա իր անունից պետքա պատասխանեմ։ Չէ, ձեր անունից կարող եք։ Ինքը չեք պատկերացնում եւ շատ ժամանակ, երբ որ երիտասարդ դերասանների հետ լինում է որևէ շփում, ինձ շատ դժվար է իրանց բացատրել ինչ է նշանակում սիրված լինելը։ Կապ չունի դու 200 թե 300 թե 500 հազար հետևորդ ունես հիմա Instagram-ում։ Քեզ լայքում են, սրտիկում են, թե ոչ։ Ես փորձում եմ իրանց բացատրել ինչ էր կատարվում, երբ Ֆրունզը փողոց էր դուրս գալի։ Եվ ոչ միայն Հայաստանում երևի թե։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Միմինոյից եւ մի քանի ուրիշ ֆիլմերից հետո նաեւ Ռուսաստանում ուղղակի անհամեմատելի է, նա շատ մեծ է, Հայաստանը ամեն դեպքում փոքր։ Դա շատ դժվար է բացատրել։ Դա շատ դժվար է այսօրվա ջահելությանը երիտասարդ դերասաններին բացատրել ինչա սերը։ Իսկ այդ սերը պարտադրող է թե հաճելի է դերասանին, ձեր կարծիքով այդպիսի մասշտաբներ նկատի ունեմ։ Օ, չէ, դա հաճելի է։ Կապ չունի, սուտ կլինի, եթե որևէ դերասան ասի, որ դա իրան հաճելի չի։ Էլեմենտար հարսանիք է ինչ որտեղ Ֆրունզը հրավիրված է։ Ֆրունզը գնում էր այդ հարսանիքին եւ հարսանիքը մոռանում էր հարսանիքի մասին, հարսի եւ փեսայի մասին։ Մնացածը արդեն Ֆրունզի մասին էր։ Եվ ինքը իր մասնակցության մեջ երշանիկ էր։ Երևանից Սևան գնալը Ֆրունզի մոտ տևում էր 3 օր, որտեղ ամեն պոստին իրա պետքա ոստիկանները կանգնացրին եւ սեղան գցեին։ Տենց էր։ Իսկ հարաբերությունները ձեր հայրիկի եւ Ֆրունզիկ Մկրտչյանի ինչպես ես մասնագիտական նկատի ունեմ, այսինքն իրենք անկեղծ են միշտ իրար հետ այս հատվածը հրաշալի է խաղացել, այս հատվածում կարող էր այսպես լինել, ֆիլմը կարող էր այս ընթացքը ունենալ։ Այո, թե մարդկային, թե մասնագիտական իրանց հարաբերությունները միշտ եղել են
շատ պարզ եւ շատ մաքուր։ Եվ սա ուղղակի խոսքեր չեն կարող եմ ինչ-որ մեր մանկության տանգո ֆիլմից հետո, պրեմիերայից հետո, երբ որ այս դա շատ լավ եմ հիշում, պարզ էր արդեն, որ սա մեծ հաջողություն է, Ալբերտը մոտեցավ Ֆրունզին, ասեց մերսի ապե։ Ինչի համար, որ թողեցիր գալյան խաղա։ Դա շատ Ֆրունզը այն դերասաններից որ կարար խեղդեր։ Առանց նվազեցնելու փայլուն դերասանուհի Գալյանովենցը, բայց Ֆրունզը այն մոնստերն էր, որը որ սենց ինքը կիսլարոդը կարող էր փակել։ Եվ ոնց որ թե ոչ մի բան չանելով երևար մենակ ինքը։ Այդ ունակությունը ինքը ուներ։ Եվ մարդկայինով, երբ որ հիվանդանոցում պարկած Ֆրունզը շատ ծանր վիճակի մեջ էր, հետո դուրս բերեցին այդ վիճակի մեջից, բժիշկը պրոֆեսորը ասեց, Ալբերտն էլ կողքը նստած, Ֆրունզ գիտես, ում արունն ենք քո մեջ լցրե, ասեց աբոյի, այս Ֆրունզը, այս էլ մտածում եմ 2 ժամ այսքան հունդար բանի մեջ որտեղից է հայտնվել, Ալբերտը միակ մարդն էր այս աշխարհում, ումից Ֆրունզը վախենում էր, ձգվում էր։ Շատ իրանց շարքը կարելի է անվերջ շարունակել, պատմությունները շատ են։ Հետաքրքիր են։ Էդն էլ այդ ընտանեկան պատմությունները հենց դրանք են նաև։ Պարոն Մկրտչյան, շատ հաճելի էր ձեր հետ խոսել, բայց ուզում եմ վերջացնենք արդեն, բայց դրանից առաջ մի քանի բլից հարց ունեմ ձեզ տալու։ Փորձեմ։ Օրինակ, եթե ձեր կյանքի հիմա վրա ֆիլմ նկարահանեին, ինչ ժանրի ֆիլմ կլիներ եւ ով կլիներ ռեժիսորը։ Կամ ով կցանկանայիք որ լիներ, այսպես ասեմ։ Մեծամտություն այդքան չունեմ, որ ասեմ ինչ որ մի ռեժիսորի անուն տամ, որի մասին պետք է ֆիլմ նկարի, ես կարծում եմ, որ ես դեռ ինչ որ բան չեմ արել, որ իմ մասին ֆիլմ նկարեն։ Դա կեղծ համեստություն չի, ուղղակի ռեալ ինքնագնահատական։ Եթե կյանքը նորից ապրելու հնարավորություն ունենայիք, ինչ կփոխեիք։ Շատ դեպքերում անկեղծ շարքա չէ՞ մեր մոտ հիմա։ Շատ դեպքերում կլինեի շատ ավելի հանդուրժող։ Շատ դեպքերում կլինեի շատ ավելի հարաբերություն պահող, նույնիսկ եթե հասկանում ես, որ դա քո սրտով չի։ Դա այն բաներն են, որ ինձ շատ խանգարել են կյանքում։ Եվ վերջի վերջը շատ սխալներ, որ ես կատարել եմ կյանքում, գիտեք ինչ, մի կողմից ես չի անի այդ սխալները նորից, բայց մյուս կողմից բոլոր նաև այդ սխալներն ա բերե հասցրի ինձ այս կետին, որ հիմա մենք միասին շփվում ենք եւ ես ունեմ այն կինը, որ ունեմ, դրանից բխող բոլոր Դուք չէիք լինի, այսպես ասենք։ Ես երջանիկ եմ եւ ես կուզենայի լինել հենց այս կետում հիմա։ Իսկ այս կետին բերել են նաեւ իմ կատարած բոլոր սխալները կյանքում։ Չէ, կկրկնեի նույն սխալները նորից։ Այնինք մեր ժողովրդի բնավորության գծեր եթե առանձնացնենք, որ լավ գիծը դուք կնշեիք եւ որ վատը, որ բնորոշ է հայ ժողովրդին։ Տեսեք, լավը, որ օգնում է մեզ ապրել ու առաջ գնալ, վատը, որ խանգարում է։ Միշտ մեր մոտ գալիս է ինչ-որ մի պահ, որ հայը անում է մի բան, որ ապշած ես մնում։ Երբ որ, գիտեք ինչ-որ սենց լճացված վիճակում, դեպրեսիվ վիճակում, երբ որ դրսևորվում է եւ աչքի անկնում միայն վատը։ Եվ սկսում ես կարծիք կազմել ազգի մասին,
այդ վատով։ Մեկ էլ գալիս է ինչ որ մի պահ, որ sense մի հատ հարց, ասես նույն ազգն է։ Էս հիմա ոնց կարելի է համեմատել, գիտեք, ազգի մասին խոսելուց էլ ստիպված ես լինում ընդհանրացնես, ասենց բոլորին դնես մի բանի մեջ, ասես հայը, էսա, հայերն էլ են տարբեր։ Հերոս Աբաջանն էլ է հայ։ Իր ասած խոսքերն էլ են վերջի հայերեն։ Եվ այն գեներալները, որոնք որ փորձեմ լինել կորեկտի մեջ, իրանք էլ են հայ։ Այն զգաստ կանգնածներն էլ են հայ, այն ուսադիրներից չամաչողներն տարբեր են։ Իսկ այդ գեղեցկությունը հայկական ձևով ո՞րն է ձեր կարծիքով։ Չունեմ պատասխան։ Գեղեցկությունը հայկական ձևով ես չգիտեմ դա ինչ է։ Կա գեղեցկություն, կա դրա հակառակը։ Համընդհանուր հայկական ձևով, վրացական ձևով, ինձ թվում է մենք պետքա մի քիչ հանգիստ վերաբերվենք մեզ։ Չէ, դա ընդհանուր առանձնահատկությունների մասին է, մշակութային, ազգային։ Ուրեմն հաշվեք, որ այս մի հարցին ես չկարողացա պատասխանել անկեղծ, ոչ թե փորձեցի խուսափել, որովհետև ես չգիտեմ ինչա գեղեցկությունը հայկական ձևով։ Ես գիտեմ ինչա գեղեցկությունը։ Լավ։ Հայաստան 2030, ինչպեսին կլինի Հայաստանը ձեր կարծիքով։ Մենք դա կիմանանք հունիս-հուլիս ամիսներին։ Կլինի Հայաստան 2030, թե չի լինի ընդհանրապես։ Իսկ Հայաստանի մասին օտարերկրացիոն ինչպես կպատմեիք, 3 նախադասությամբ։ Քանի որ արդեն ասեցի, որ շատ երկար ապրել եմ դրսում, պատմելը անիմաստ է, պատմողները շատ են։ Եվ պատմվածների մեծ մասը անեկդոտա կամ սուտ, եւ պատկերացումը օտար երկրացիները ոչ թե պատմածից են կազմում, այլ քեզնից։ Եթե դու լավն ես, եթե դու քեզնից ինչ-որ բան ներկայացնում ես եւ եթե քեզ վերաբերվում են լավ, իրանք լավ են վերաբերվում Հայաստանին։ Նենց չի, չէ, որ Հենրիխ Մխիթարյանը առավոտից գիշեր պատմում է Հայաստանի մասին, բայց կան տենց պատմություններ, որ շատ հեռավոր իտալական գյուղում, որտեղ եղբայրս ա եղել, Մխիթարյանով արդեն հայ տեսակը իրանք սիրել են, պետք է ճիշտ ապրես ուղղակի։ Հասկանում։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Ես եմ շնորհակալ։